Վարդուհի Վարդանյանը, Լիլիթ Ղարաբեդյանը, Սամվել Գրիգորյանը, Սաֆարյանն էլ ա եղել, Արա Մարտիրոսյանն ա շատ եղել, ցավոտ տանեմ։ Ձեդն է Խաչիկ Գևորգյանը, որն ավելի քան 25 տարի աշխատել է որպես պահակ օպերա ակումբում, հիշում է բոլոր արտիստներին, ովքեր ելույթ են ունեցել այստեղ, ասում է անգամ Սոսո Պավլիաշվիլին է երգել, իսկ շատերն էլ իրենց կարիերան սկսել են հենց այս ակումբից։ Այստեղ գալիս էին բոլորը, արտիստները, ուսանողները, քաղաքական գործիչները։ Թող դա իհարկե գիտեն, ինչ անում ես արդեն, պրոստը ինձ գիտեք ինչ կա տարի որ աշխատել եմ այստեղ։ Ինձ մի քիչ ցավալի է որ ես կան տարի աշխատել եմ որ բացեցինք, հուզվեցինք։ Այո, ես եմ բայել այդ որ ջարդվի, քանդվի ամեն ինչը։ Օպերային թատրոնի ներքնահարկում գտնվող երբեմնի Երևանի ամենահայտնի ակումբը օպերան այլևս ժամանցի վայր չէ։ Ակումբային անցյալի հիշողություններից միայն դատարկ շշերն են մնացել դարակաշարերում։ Սա հանրահայտ օպերա ակումբն է։ Տարիներ առաջ այստեղ հնչում էր միայն ակումբային երաժշտություն։ Մի քանի ամիս անց այստեղ հնչելու է բացառապես դասական երաժշտություն։ Օպերա ակումբը, այսպես ասած, վերադարձվել է տերերին։ 1050 քառակուսի մետր տարածք, որն ի սկզբանե նախագծվել էր փորձասենյակների եւ կամերային բեմի համար, տարիներ շարունակ ծառայել է կոմերցիոն նպատակներով։ Այժմ այն վերադարձվում է թատրոնին, նոր բեմ եւ նոր բովանդակություն ստեղծելու համար։ Իրականում մոտ 30 տարի է 1050 քառակուսի մետր օպերային թատրոնից օտարված է եղել եւ որևէ մեկը չէր կարողանում պատասխանել այդ հարցին, թե ինչու եւ ինչպես։ Ինչևէ, այդ ժամանակահատվածը անցել է եւ մենք այսօր ստացել ենք փաստաթուղթ, որ վերադարձման process-ը սկսված է եւ ամբողջ փաստաթղթերը, բանալիները արդեն գտնվում են պետգույքի կառավարման կոմիտեում եւ շատ շուտով 1050 քառակուսի մետր կվերադառնա օպերային թատրոնին, այսինքն արդարությունը հաղթում է միշտ։ Տարածքը վարձակալության է տրվել դեռևս 2000 թվականին, պայմանագրում տարածքի օգտագործման հստակ նպատակ նշված չի եղել։ Սկզբում ամսական վարձավճարը եղել է մոտ 500,000 դրամ։ 2012 թվականին կնքվել է նոր պայմանագիր 960,000 դրամ վարձավճարով։ Սակայն 2019 թվականին պետական գույքի կառավարման կոմիտեն իրականացրել է տարածքի շուկայական արժեքի վերագնահատում։ Նոր գնահատման հաշվետվության համաձայն 2019 թվականին նախկինում սահմանված վարձավճարը աճել է շուրջ 5 անգամ, մոտավորապես դառնալով արդեն 5.700.000 դրամ։ Եվ այս նոր վարձավճարը պայմանագրում ամրագրելու գործընթաց է նախաձեռնվել կոմիտեի կողմից։ Մենք պայմանագիրը փոխելու մեր մտադրության մասին պատշաճ կարգով տեղյակ ենք պահել վարձակալ հանդիսացող օպերա քլաբ ընկերությանը, բայց պայմանագիրը փոխելու մեր մտադրությունը, մեր գրությունները անարձագանք են մնացել։ Այդ իսկ պատճառով նախաձեռնվել է դատական գործընթաց, բայց դատական գործընթաց նախաձեռնելու պատճառ է հանդիսացել նաև այն, որ նշած ընկերության կողմից վարձավճարի վճարման պարտավորությունը ոչ պատշաճ է կատարվել, ինչի արդյունքում պետական բյուջեի նկատմամբ կայացել է որոշակի պարտք։ Եվ 2020 թվականին նշածի հիմքով կոմիտեն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ օպերա քլաբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարձավճարի գումարի բռնագանձման պայմանագիրը լուծելու եւ տարածքից վտարելու պահանջի մասին։ Վարձակալը հետագայում մարել է պարտքը, բավարարելով պետական գույքի կառավարման կոմիտեի պահանջները։ Այս տարածքն ի սկզբանե նախատեսված էր որպես օպերային թատրոնի մաս, փորձասենյակներով, դեկորների պահեստներով եւ փոքր բեմով, կամերային բեմադրությունների համար։ Մենք այնտեղ կվերականգնենք ամենակարևորը օպերային թատրոնի այն հատվածը, որտեղ մենք պետք է ցուցադրենք թանգարանային նմուշներ, մենք պատկերացնում ենք, որ այնտեղ պետք է լինի երկրորդ բեմ, նախ մանուկների համար ներկայացումներ խաղալու համար, երկրորդը փորձասենյակ, որովհետև գիտեք, տեմպերը շատ են արագացել մեր ներկայացումների եւ մենք ուղղակի ֆիզիկապես փորձասենյակների կարիք ունենք։ Գաղափարի մեջ կա մանկական
փոքրիկ թատրոն ստեղծել թատրոնի ներսում, այսինքն պետական բյուջեից մեկ ակնկալիք չունենք ավել գումար, ուղղակի մանուկների համար մենք ներկայացումներ այնտեղ կխաղանք։ 30 տարի տարածքն ապրեց իր ոչ օպերային կյանքով։ Տարիներ շարունակ քննադատվում էր, որ դասական երաժշտության կենտրոնում հնչում էր ակումբային երաժշտություն։ Այժմ մշակույթը վերադառնում է իր բեմ։ Նախկին ակումբը դառնում է նոր ստեղծագործական տարածք, որտեղ կխոսի ոչ թե բարձրախոսը, այլ երաժշտությունը։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։